Կար նաև շրջան, որը բավականին բարդ էր ձեր ընտանիքում, խոսքը ձեր առողջական խնդիրների մասին է։ Ջուրը տալիս էին բաժակով ձեռքիցս ընկնում էր արդեն։ Առաջին շոկը հենց այդ նա էր, որ դու լսում ես ինչ-որ սարքի մասին, որը պիտի փոխարինի, շոկ ես ապրում այդ ժամանակ, բայց կամաց հետո հասկանում ես, Փառք Աստծո, որ այդ լուծումները կար, թե չէ ես չէի կարելի։ Թե մենք ենք իրեն ուժ տվել չնստելով, ասելով, որ «Վայ, ինչ վատ է ամեն ինչ», դա թուլացնում է, ներշնչանքը շատ ուժեղ բան է։ Ես ուրիշ բանից էի նեղում, ես չէի սիրում այդ ժամանակ ոչ միտեղ գնալ։ Չէի սիրում, որ ինձ ինչ-որ խղճալու հայացքով էին նայում։ Առաջին սիրահարվածության մասին խոսել ես պապայի հետ։ Այո, պապայից թաքցնել միևնույնն է չի լինի ու պետք էլ չի։ Խանդ կա այդ թեմայի շուրջ։ Շատ։ Իհարկե կա։ Մի պահ կար, ինչ որ շատ էր այդ էմոցիոնալ թեմաները։ Ինձ թվում է շատ աղջիկ երեխաների մոտ է դա լինում, որ սենց ուզում ես լսված լինես անպայման։ Ավելի շատ հետո մաման սկսեց իր հետ շփվել, զրույցներ ունեցան, որ պապան կամաց եկավ իր տեղը։ Նույնիսկ մայրն է երբեմն դժգոհ։ Դու ինչ հերես եմ, որ երեխու տիրություն արա, բան։ Այդ լրիվ ուրիշ զգացողություն է, որ ասում են քեզ որպես Էլեն ենք ճանաչելու հավանել, հետո իմացել ենք պապայի մասին։ Թե պապան է, թե բադե ասա էլի, բա Կոնֆլիկտից հետո կարող է կես ժամ հետո գամ, տեսնեմ իրար գրկած նստած են։ շատ անգամ եմ կարծում եմ ցավ պատճառել ես սատիկին, ցանկացած իրավիճակում լուծում կա։ Եթե պետքա ներողություն խնդրի, եթե պետքա, չգիտեմ, ամեն կերպ ինչ ձևեր որ կարող է լինել, պիտի պահես ընտանիքդ։ Որտեղ իսկապես ամենահեշտ բանը հրաժարվելն է։ Դա շատ արագ է։ Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ խիստ ընտանիքում մեծացած երեխաները դառնում են ընկեր իրենց երեխայի համար, որովհետև իրենք տեսել են խստության հակառակ կողմը։ Ինչպես հասկանում եմ, պապայից ջերմության պակասը շատ եք ունեցել։ Շատ ունեցել եմ, բայց ես հետո հասկացել եմ, որ ես իրենից շատ ավելի կարևոր բան եմ վերցրել։ Այն ժամանակ էլ ես նախանձել եմ կողքից, որ նայել եմ ծնողների հետ ոնց են շփվում շատ ընտանիքներում, ինձ դուր է եկել։ Հիմա երբեմն ինձ բռնում եմ տենց բաների վրա, որ այ հայրս սենց կաներ, բայց չէ, սխալ արի, ես այդպես չանեմ։ Շատ բաներում էլ ասում եմ ոչ, հայրս էլ է ճիշտ եղել։ Հաղորդման գործընկերներն են Seven Stars Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Vital Solar ընկերությունը։